Հայաստանի տարածքում ադրբեջանական զորքերի մխրճման եւ օկուպացիայի մասին Ադրբեջանի իշխանությունները ընդհանրապես չեն խոսում եւ չեն էլ խոսելու, որևէ խոսք չկա նաեւ բանակցության արդյունքում դրանք վերադարձնելու մասին։ Ալիևը միլիոնավոր դոլարների գումարներ է ներդնում Հայաստանից օկուպացված տարածքներում ամրաշինական աշխատանքների եւ ենթակառուցվածքների զարգացման վրա եւ չպետք է հավատալ, որ հսկայական գումարներ ծախսելուց հետո ապագայում տարածքները կվերադարձվեն Հայաստանին։ Եվ այսօր այո իրանք ամրակայում են իրանք դիրքերը, կառուցում են նոր դիրքեր, որոնք որ բնականաբար վերադարձնելու ոչ մի ցանկություն կամ նպատակ չունեն։ 1896 թվականին այս թվականից իմ պապերն ստեղ ապրել են։ Ես տեղից դուրս կարամ գնամ։ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող անօրինական պահվող հայկական հողերի մասին շատ խոսել, անդրադառնալ չսիրող իշխանությունը երբեմն հայտնում է, թե դրանց վերադարձը լինելու է դիվանագիտական ճանապարհով, առանց պատերազմի, սահմանագծման, սահմանազատման արդյունքում։ Այսօր էլ ենք խոսում Հայաստանի շուրջ 200 կիլոմետր, քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների մասին, բայց նաև գիտենք արդեն ասցի դե յուրե իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթղթով մենք արձանագրել ենք, որ այդ հարցը կլուծվի սահմանազատման շրջանակում։ Փորձագետները, ընդդիմադիրները, քաղաքագիտական համայնքը հակադարձում են պատմության մեջ դժվար գտնվի մի դեպք, երբ թշնամին Հայաստանից զավթած հողը հենց այնպես վերադարձրել է։ Նույնը կլինի նաև Սյունիքից, Վայոց ձորից, Գեղարքունիքից զավթած Հայաստանի ինքնիշխան տարածքներից զավթման դեպքում։ Չկա որևէ երաշխիք, որ այդ տարածքները վերադարձվելու են սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի տրամաբանության մեջ։ Ավելին ասեմ, ադրբեջանական կողմի դիրքորոշմանը շատ մանրամասն տեղյակ եմ եւ նաեւ իրանց որոշակի նախապատրաստական քարոզչական աշխատանքներին կան շատ այլ տարածքներ, որոնք իրենք դիտարկում են ըստ ադրբեջանական։ Ըստ քարտեզագիրների պրակտիկայում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացները պետք է տեղի ունենան հենց այդ հատվածներում, որոնք օրինակ Ադրբեջանի դեպքում օկուպացվել են։ Այդ երկրի տարբեր տարիների իշխանությունների կողմից տարվող պրոպագանդան է այդպիսին, այն ինչ հայկական է, վաղ թե ուշ պետք է դարձնել ադրբեջանական։ Ներկայացնում ավելի հավանականավոր նոր տարածքներ կտրում են Ադրբեջանին, քան թե ինչ-որ տարածքներ կվերադարձվեն։ Թրիփի պայմանագիրը, օգոստոսի 8-ի պայմանագիրը ըստ էության իրավական հիմք է ստեղծում Ադրբեջանի համար վիճարկելու ընդհանրապես Սյունիքի պատկանելիությունը Հայաստանին։ Եթե Հայաստանի ներքաղաքական զարգացումները ընթանան են տրամաբանության մեջ, որոնք իրենց ձեռնտու չեն, կլինի այլ լուծում, իսկ եթե լինի այսպես ասած մի իշխանություն, որ իրենց պահանջներն ընդունել է, հավատացեք, մենք այս պահի դրությամբ բանակցողի դիրքով չենք։ Մենք ուլտիմատիվ պահանջների կատարողի դիրքում ենք։ Այդպես եղել է Կիրանցի հատվածում, այդպես նույնը մնացած բոլոր տարածքներում։ Որ մեզ ասում են անդադ զիջումներ եք արել, իսկ ինչ ենք մենք զիջել։ Ինչ ենք մենք զիջել, եթե ելնենք մեր միջազգային լեգիտիմության տրամաբանությամբ։ Մենք ոչ մի բան չենք զիջել։ Բացարձակապես ոչ մի բան չենք զիջել։ Կեղծ խաղաղության օրակարգի դրույթ է արդյոք հակառակորդի Հայաստանից օկուպացված ինքնիշխան տարածքից դուրս չգալը, այնպես չէ, որ Ադրբեջանը պատրաստվում է դուրս գալ Հայաստանի զավթած հատվածներից։ Հեյդարի որդի Ալիևը ավելի է ամրացել Հայաստանից պոկած դիրքերում, ամրաշինական աշխատանքներ է կատարել, զորամասեր է կառուցել, բարձրադիր դիրքերից դիտարկում է Հայաստանի գյուղերի քաղաքների անցուդարձը։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Օրերս համացանցում տարածվեց տեղեկությունն այն մասին, որ Արցախում բառացի վերջին մեկ ամսվա ընթացքում հիմնահատակ ոչնչացվել է Ստեփանակերտի կենտրոնում գտնվող Մայր տաճարը։ Թերևս ամենամեծ եկեղեցական կառույցներից մեկը Արցախում։ Դուրը հետո հաստատվեց արբանյակային լուսանկարների միջոցով։ Ստեփանակերտի Մայր տաճարի թիրախավորումը եւ հիմնահատակ քանդումը ոչ միայն Արցախի ժողովրդի ցեղասպանության քաղաքականության շարունակությունն է, այլև միջազգային իրավունքի եւ դատական ակտերի բացահայտ խախտում։ Այս գործողությունները կոպտորեն խախտում են հատկապես հետեւյալ միջազգային փաստաթղթերը. 1954 թվականի Հաագայի կոնվենցիան, զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին եւ դրանքից արձանագրությունները, 2003 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակագիրը մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման վերաբերյալ։ Արցախում հայկական ժառանգության ոչնչացումը սիստեմատիկ է, այն պատահական պրոցես չէ, այսինքն ադրբեջանցիները մի առավոտ չեն արթնանում եւ որոշում քանդել այս կամ այն հուշարձանը, նշում են մասնագետները։ Պրոցեսը սկսվել է 2020-ի պատերազմի ավարտից անմիջապես հետո։
Մշակութային ժառանգության, հուշարձանների, եկեղեցիների շարունակական ոչնչացմամբ, ինչը եւ 20 թվականի պատերազմի ընթացքում է եղել, եւ 20 թվականից հետո առանձին դրվագներով մենք տեսնում ենք։ Սա ինչի համար է արվում, որպեսզի ամբողջությամբ այդ պատմության էջը փակվի, որևէ ապացույց չմնա, որը ցույց կտա հայերի եւ հայկականության հետ այդ հողի վրա։ Պատմական, հոգևոր եւ մշակութային խոշոր օբյեկտների ոչնչացումը Արցախում որպես կանոն հայտնաբերում են սովորական քաղաքացիները։ Պրոցեսը ավտոմատացված ռելսերի վրա դրված չէ, այսինքն եթե չլինեն ակտիվ քաղաքացիները, այս ավերածությունների մասին որևէ մեկը չի էլ իմանա։ Ընդհանուր ցանկը արվել են եւ մասնավոր ոլորտի ՀԿ-ների կողմից է ցանկ, ուղղակի պիտի որոշակի մեխանիզմերի գործադրմամբ դա կլինի նաեւ թե մասնավոր թե պետությունը ինքը պիտի կատարի որոշակի պարբերականությամբ արբանյակային գործիքակազմերի կիրառմամբ ստուգվի այս կամ այն կոթողը եկեղեցին տեղում մնում է թե չէ։ Ենթադրվում է, որ պետք է լինեին միջազգային տարատեսակ զսպող գործիքներ, որոնք կխոչընդոտեին Բաքվի ռեժիմի բարբարոս քաղաքականությանը։ Սակայն այս պահին նման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ Հայաստանի կառավարությունը, բայց խաղաղության օրակարգի շրջանակում կարծես հեռու է մնում այս խնդրից։ Անհապաղ դիմել Արդարադատության միջազգային դատարան գործող միջպետական գանգատի շրջանակներում նոր միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով, հիմնվելով Ստեփանակերտի Մայր Տաճարի եւ Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման թարմ ու ապացուցված փաստերի վրա։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում բարձրացնել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը, որպես Արդարադատության միջազգային դատարանի հրամանների պարբերական եւ կոպիտ խախտող պետություն։ Արցախի հոգեվոր մշակութային ժառանգության անձեռնմխելիությունը դարձնել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի անկյունաքարային նախապայման եւ այն ներառել միջնորդ ԱՄՆ-ի հետ երկխոսության օրակարգում։ Խաղաղության պայմանագրի շրջանակներում ցավոք սրտի մեր կառավարությունը որոշել է այդ դատական process-ներից հետ կանգնել, բայց այդ դատական process-ների շրջանակներում քնում են նաեւ նման կարևորագույն հարցեր մշակութային ժառանգության պաշտպանության հետ կապված եւ ամենակարևորը մենք ունենք մի դատական process արտադրության միջազգային դատարանում, որը այդ խտրականության հենքով process-ներին է ուղղված։ Ադրբեջանական կողմից մշակութային եւ պատմական օբյեկտների նկատմամբ վայրագությունները շարունակվելու են, կարծում են մասնագետները։ Պատճառը անպատժելիության մթնոլորտն է, ինչից այս պահին մեր հարևանը տեղը-տեղին օգտվում է։ Հայաստանի էլեկտրական ցանցերի բոլոր նոր բաժանորդների համար ու բաշխման ցանցին միացման միանվագ վճարները կփոփոխվեն։ Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրվանից, ենթադրաբար ապրիլի 23-ից։ Ըստ պաշտոնական հայտարարության փոփոխություններն իրականացվել են խնայված միջոցների հաշվին։ Նոր սակագները կգործեն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար։ Վճարները կկատարվի նոր սակագներով մինչև 40% ավելի ցածր սակագներով առանձնատների, բազմաբնակարան շենքերի բնակարանների, իսկ իրենց մատակարարվող էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման այդ գործակիցները կվճարեն գրեթե 55 մինչև 55% ցածր գործակիցներով։ Սնուցման կետից ավելի հեռու գտնվող բաժանորդների համար բնականաբար այդ գումարելին տարբերվող կլինի եւ մի քիչ ավելի մեծ կլինի։ Նորակառույց բազմաբնակարան շենքերում հեծի բաժանորդ դառնալու համար դիմում է կառուցապատողը։ Հիմա փաստացի ավելի քիչ գումար վճարելով ծառայության համար։ Այս քայլով կառուցապատողներին լավություն անելու ձևակերպումները թյուրըմբռնում են համարում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Պարզապես հարմար հնարավորություն է ստեղծվել սակագներն իջեցնելու, իջեցրել են։ Այդ սակագինը ձևավորվում է հաստատուն ծախսերից եւ փոփոխական ծախսերից եւ փոփոխական ծախսերի մասով ունենք դրական դինամիկա եւ հաստատուն ծախսերի մասով։ Հաստատուն ծախսերի մասով, այսինքն ներկա հեծ ղեկավարությունը կարողացել է այնպիսի մրցույթներ անցկացնել, որոնց արդյունքում ձեռք բերվող սարքավորումները ավելի էժան գնով է ձեռք բերվում, իսկ փոփոխական ծախսերի մասով հիմնական դրական փոփոխությունը այն է, որ մեր հանրապետությունում սպառման ծավալները բավական աճ են գրանցել վերջին 1 տարում հատկապես
Հայաստանի էլեկտրական ցանցերը շուրջ 47 միլիոն դոլարի համարժեք վարկային պարտավորություն է մարել։ Ներկայում ընկերության ֆինանսական միջոցները թույլ են տվել գնալ նման փոփոխության։ ՀՑԿՀ հետ ամիսներ տևած համագործակցության մասնագիտական խորհրդատվությունների արդյունքում է նաև հնարավոր դարձել նվազեցնել բաժանորդ դառնալու համար մեկ անգամ վճարվող գումարը։ Իսկ թե որքան երկարաժամկետ կլինի վերանայումը եւ արդյոք ապագայում այս սակագնի ավելացում կլինի թե ոչ, դեռ դժվար է ասել։ Տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխությունները խորհրդարանը օրերս հաստատեց։ Վերջապես, կասեն շատերը, վաղուց էր պետք զսպել մեդիա արտադրանքում առկա գրեհիկ լեքսիկոնը, դատապարտելի վարքային էլեմենտներն ու բռնությունը։ Փորձագետները սակայն վստահ են, որ այս փոփոխության նպատակը հատկապես մատաղ սերնդին դատապարտելի իրավիճակներից հեռու պահելը չէ։ Նոր օրենքում կան ձևակերպումներ, որոնք միանգամից են աչք առնում ու ուշադրության են արժանի։ Արգելվում է տեսալսողական հաղորդումներում սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը, բռնության եւ դաժանության քարոզ պարունակող տեղեկատվություն տարածելը, ազգային, ռասայական, սեռային կրոնական ատելություն բորբոքելու, տարիքային հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը։ 9-րդ հոդվածի խախտման դեպքում կարգավորող մարմինը կարող է հարուցել վարչական վարույթ, պահանջել նյութեր եւ եթե խախտումը հաստատվի, կիրառել տուգանքներ կամ պահանջել եթերի դադարեցում։ Ծանր կամ կրկնվող դեպքերում կարող է կասեցնել կամ դադարեցնել լիցենզիան, իսկ եթե կան քրեական արարքի նշաններ, նյութերը փոխանցվելու են իրավապահ մարմիններին։ Ուղիղ եթերի ժամանակ սույն հոդվածի առաջին մասով սահմանված արգելքները խախտելու դեպքում հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրավախախտման մասին ուղիղ եթերում զգուշացվել կամ հայտարարվել է, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է։ Հիմա գանք մտահոգություններին։ Ինչ ասել է պատերազմի կոչ, որ ձևակերպումն է տեղավորվելու նշված արգելքի տակ։ Օրինակ, եթե տեսանյութում փորձագետը նշի, որ այսինչ ուղղությամբ հակառակորդի հնարավոր առաջխաղացումը զսպելու համար անհրաժեշտ է դիրքերի կառուցում կամ ականների տեղադրում, դա պատերազմի կոչ է, թե ոչ։ Ես նման դեպք չեմ հիշում։ Ընդհանրապես, որ մեկը ասի, գիտեք, եկեք գնանք պատերազմի, որտեղ դա լավ է կամ ողջուներ է կամ եւ այլն։ Շատ են մարդիկ ասում, պետք է պաշտպանվել, որովհետեւ մենք ունենք դրա վտանգ։ Իսկ պաշտպանվելը այո, զենքով է, այսինքն այդ նորմալ քննարկում է դրա հետ կապված։ Եթե սա չի, այդ ինչ դեպքեր են եղել, որի համար անհրաժեշտ է այսպեսի օրենք ընդունել։ Խնդրահարույց է նաև սահմանադրական կարգը բռնի տապալելու նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը բավականին լղոզված ձևակերպումը, ինչպես նաև բռնության եւ դաժանության քարոզ պարունակող տեղեկատվություն տարածելը։ Այս առումով, որ կարգավորող մարմինը կարող է ցանկացած հայց մերժել կամ հաստատել եւ թիրախավորել լրատվամիջոցին այս կամ այն հրապարակման համար, մի դեպքում տեսնել օրենքի խախտում, մյուս դեպքում ոչ, քանի որ չկա իրավական որոշակիություն։ Սահմանափակումը շատ անորոշ ձևակերպումներով արտահայտություններ։ Մարդը սկսում է երաշխավորելու համայն, ասել դե լավ, եկեք այս թեմայից չխոսեմ, այն մեկերը չանդրադառնամ, ինչը ինչի է բերում, այս դա հենց այդ միկրոցենզուրա կոչված է խոսքի ազատության ամենամեծ սահմանափակումներից մեկն է։ Դու խոսքը սահմանափակում ես մարդուն ստիպելով, որ ինքը սահմանափակի։ Կա կարծիք, որ օրենքի նպատակը հենց սուր քննադատություն անող հանրային եւ քաղաքական գործիչներին մեդիատիրույթից հեռացնելն է։ Այսինքն 1-2 մեդիայի տուգանելու դեպքում այլևս մյուսները հեռու կմնան այս կամ այն անձից, խնդիրների մեջ չհայտնվելու համար։ Այսինքն վերջնարդյունքում լրատվամիջոց չի փակվի, բայց կարծիք թելադրող ինչ-որ գործիչ կամ գործիչներ կհայտնվեն լրատվահոսքից դուրս։ ՄԻՊ-ը ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում ահազանգել է, որ քաղցկեղ ունեցող քաղաքացիներին անհապաղ անհրաժեշտ դեղամիջոցը առողջապահության նախարարությունը անվճար չի տրամադրել, չնայած ծրագրի առկայությանը։ Պարզվել է, որ խնդիրը ոչ թե իրազեկվածության պակասն է, այլ համակարգային բացը դեղամիջոցի տենդերը հայտարարված է եղել, բայց այն դեռ ձեռք չի բերվել։ Ստեղծված իրավիճակում քաղաքացին ստիպված է եղել սեփական միջոցներով գնել կենսական կարևոր դեղամիջոցը։ Առողջապահության ոլորտի փորձագետների խոսքով նման դեպքերում պետք է հստակեցվի փոխհատուցման մեխանիզմը եւ ապահովեն քաղաքացիների իրավունքները։ Դերը մենակ այդ քաղաքացու համարապետ իրանք ուղակի գնումով պետք է կարային առնեն կամ հիվանդին ասեն դու գնա առ, մենք կփոխհատուցենք օրինակ, բայց եթե այդ նույն հիվանդությունը տեղից շատ անհրաժեշտ, իրանք պետքա մրցույթով էդի անեին։ 20 օրից ավելի է Վեդի Կասյան փողոցն այս վիճակում է, իսկ պատճառը խմելու ջրի խողովակն է, որը վնասվել է, ջուրն էլ անարգել, հոսել ու ողողել է ողջ տարածքը։ Ինքը խողովակից է դուրս տալի, թե։ Այսպես խողովակ է, այսքան խողովակ է։ 24 տարի առաջ եղավ, կանչեց եկան, ասին խողովակները հին է, պիտի փոխվի։ 24 տարի փոխում են, ոչ մեկը չի փոխում։ Տարվա մեջ 3-4 անգամ այս վիճակ։ Լցվում է նույնիսկ մարդու ճտանոցը, որտեղ որ հավեր են պահում,
այդտեղ դարձել է կարելի ասել անտանելի վիճակ, բայց խնդիրը հիմա բնակիչների կողմից բարձրաձայնվում է, որպեսզի Վիոլա ջուրը, Արարատի մարզպետարանը, Վեդի քաղաքապետարանը վերջապես խոսքից անցնեն գործի։ Հետզհետե տարածքը ճահճի է վերածվում, փոխարեն նստ զայրացած բնակիչների դա որևէ մեկին չի հետաքրքրում։ Քաղաքացիներն ասում են, պատասխանատուներին չի անհանգստացնում նաև այն, որ այս քանակությամբ խմելու ջուրը անիմաստ վատնվում է։ Ըստինայ։ Նորը Վիոլա մեռազանգերով։ Ինչ են ասում։ Համարներ գրի բաները, այս համար, այն համար շնորհակալություն դնում են, այս համար Վեոլիա ջուր ընկերության ու Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ուշադրությունն են հրավիրում։ Կոչ են անում արագ ու օպերատիվ քայլեր ձեռնարկել։ Հակառակ դեպքում մարտական են տրամադրված։ Որոշել են բողոքի ակցիաներ անցկացնել, մինչև որ պատասխանատուները լուծեն հարցը։